Խոսենք կարևոր իրավիճակի մասին։ Հաճախ մեզնից խնդրում են պարզապես լինել երաշխավոր։ Եկեք հասկանանք, ով է երաշխավորը, ինչպիսի ռիսկեր կան անձի համար, երբ դուք դառնում եք երաշխավոր, եւ այդ ռիսկերի մինիմալիզացման համար ինչ է պետք անել։ Բարև ձեզ։ Այսօր խոսենք կարևոր խնդիրների մասին, որոնց առերեսվում են մեր ծանոթները կամ մեր ծանոթների ծանոթները եւ հետագայում հայտնվում բարդ իրավիճակներում։ Հաճախ ունենում ենք իրավիճակ, երբ մեր ընկերը պարզապես զանգահարում է եւ ասում անելանելի վիճակում եմ, վարկ եմ վերցնում տան նորոգման համար։ Խնդրում եմ, էլի մի հատ մոտեցի բանկ, ոչինչ պետք չի, բացարձակ ոչ մի թուղթ պետք չի, միայն անձնագիրդ վերցրու արի, երաշխավորա, պետք ձևական, դե գիտես, ֆորմալ իրավիճակ է, ստորագրի, հանգիստ գնա, ես էլ վարկս վերցնեմ, գործերս առաջ տամ։ Որպես կանոն, դե մենք հարեհաս ժողովուրդ ենք, չէ՞, միշտ ասում ենք, խնդիր չկա, կլինեմ, որ բան կգամ։ Գնում, ստորագրում ենք, բայց մեկ էլ մի 6 ամիս հետո SMS ենք ստանում բանկից, որ բարև ձեզ, փաստորեն դուք երաշխավոր եք եւ այն անձը, ով ձեր հետ կապված, փոխկապակցված անձը վերցրել էր տվյալ վարկը, այլևս չի վճարում եւ ձեր գույքով դուք հիմա պատասխանատվություն եք կրում, արգելանք է դրված ձեր հաշիվների վրա եւ խնդրեմ, համեցեք։ Բայց եկեք հասկանանք իրավաբանորեն ով է երաշխավորը։ Երաշխավորն այն անձն է, ով իր ստորագրությամբ տալիս է իր համաձայնությունը, որ ամբողջությամբ կամ մասնակի պատասխանատվություն է կրում տվյալ անձի վերցված պարտքերի համար։ Մի կարևոր խնդիր։ Հիշեք, երբ դուք դառնում եք երաշխավոր, նշանակում է, որ դուք դառնում եք շատ հաճախ համապարտ, այսինքն հավասարապես պատասխանատու տվյալ անձի վարկերի համար։ Ինչ է նշանակում համապարտ։ Համապարտը այն անձն է, ում հավասար նույն իրավիճակներում պատասխանատվության են կանչում, երբ տեղի ունենում վարկի վճարման հետ կապված խնդիր։ Հիմա տեսեք, համապարտ կարող են լինել մի քանի կատեգորիայի մարդիկ, ըստ օրենսդրության։ Դրանք են հարազատ մարդիկ, ընտանիքի անդամները, քույրերը, եղբայրները, զավակները, ովքեր իհարկե չափահաս են, ինչպես նաև ձեր գործընկերները, ովքեր ունեն օրինակ բաժին, շահույթ, միասին եք իրականացնում տվյալ բիզնեսը, որի համար վերցվում է վարկը, ինչպես նաև կարող են լինել այնպիսի անձինք, ովքեր նույն գործարքի մեջ են գտնվում ձեզ հետ։ Սրանք կարող են լինել այդ խմբի մեջ, ովքեր ձեզ հետ համապարտ են դիտարկվում։ Ձեր ընկերը, ով ձեր ընտանիքի անդամը չէ եւ չունի ձեր բիզնեսում օրինակ մաս, չի կարող լինել համապարտ երաշխավոր ձեր պարտքին։ Տվյալ դեպքում ձեր ընկերը հանդիսանում է սուբսիդիար երաշխավոր, այսինքն մարդ, ով երաշխավոր է դառնում որոշակի շատ հստակ գումարով պատասխանատվություն կրելու համար եւ ժամկետով։ Այս փոփոխությունները ուժի մեջ են մտել 2021 թվականին, պաշտպանելու բազմաթիվ մարդկանց, ովքեր նմանատիպ իրավիճակներում շարունակաբար հայտնվում են եւ այսօր։ Հիմա եկեք հասկանանք, ինչպիսի ռիսկերի կարող եք բախվել դուք, երբ դուք դառնում եք երաշխավոր։ Փորձենք հասկանալ, ինչ խնդիր կարող է առաջանալ ձեզ համար։ Նախ եւ առաջ, առաջինը դուք պետք է հիշեք, որ եթե դուք դառնում եք համապարտ երաշխավոր օրինակ, դուք պատասխանատվություն եք կրում ձեր ամբողջ գույքով։ Հետևաբար, եթե ձեր ընկերը, ձեր եղբայրը, քույրը կամ ծնողը դադարի վճարել, այդ պարտքերը այլևս դառնում են ձերը։ Լավ լուր, այն իրավիճակում, երբ դուք մարում եք այդ պարտքերը, դուք այսպես ասած իրավունք եք ձեռք բերում, որով այսուհետև կարող եք դիմել դատարան եւ տվյալ անձից, ով վերցրել էր վարկը, չէր վճարել եւ ձեզ դարձրել էր այդ վարկը վճարող անձ փաստացի, պահանջել, որպեսզի վերջինս փոխհատուցի ձեզ։ Այլ հարց է, կգտնեք իրեն, որ ստանաք այդ փոխհատուցումը, թե ոչ, ժամանակն է դա միայն ցույց տալու։ Ռիսկ համար 2. Դուք պատասխանատվություն եք կրում որպես կանոն ոչ միայն հենց գումարի համար, այլ նաև առաջացած բոլոր տույժերի եւ տուգանքների համար։
Լավ լուրը կայանում է նրանում, որ բանկերը պարտավորություն են կրում 3 աշխատանքային օրվա մեջ ծանուցելու ձեզ, որ հիմնական վարկառուն այլևս դադարել է վճարել կամ կա խնդիր իր վճարումների հետ, որից հետո դուք ունենում եք 7 օրյա ժամկետ, որպեսզի սկսեք իրականացնել տվյալ վճարումները։ Հետևաբար, օրենսդրությունը նախատեսում է հստակ կարգավորումներ ժամկետների առումով, որ դուք պետք է լինեք տեղեկացված, ինչ է տեղի ունենում վարկի մարման հետ կապված։ Ռիսկ և խնդիր համար 3. Դուք ձեր ամբողջ գույքով եք պատասխանատվություն կրում որոշ անձանց վերցրած վարկերի համար։ Հետևաբար, այն բոլոր կանոնները, որոնք որ տարածվում են ընդհանուր ԴԱՀԿ կալանքների վրա, կարող են կիրառվել նաև ձեր պարագայում, եթե դուք դառնաք երաշխավոր։ Հետևաբար, ԴԱՀԿ մասին օրենսդրությամբ, եթե տարածվում է բռնագանձում ամբողջ գույքի վրա բացառությունները հանած, այդ մասին ունենք առանձին էպիզոդ, որը կարող եք դիտել իհարկե, դուք կարող եք ձեր ամբողջ գույքը կորցնել եւ այդ գույքի ծավալով պատասխանատվություն կրել ուրիշ անձի վերցված պարտքերը մարելու համար։ Ռիսկ համար 4. Բնականաբար կտուժի ձեր վարկային պատմությունը։ Եթե ձեր ընկերը վերցրել է վարկ, այն չի մուծել, դուք սկսել եք այն մուծել բարդություններով, դժվարություններով, այս ամենը անարձագանք չի մնա ձեր վարկային պատմության վրա։ Եվ բնականաբար, հաջորդը, որը կարող է տեղի ունենալ ձեզ հետ, այս անգամ, եթե դուք ինքներդ փորձեք ձեզ համար վերցնել վարկ եւ արդեն իսկ այլ գործով լինեք ծանրաբեռնված որպես երաշխավոր, ցավոք, բանկերը կարող են որոշում կայացնել մերժելու ձեզ, տրամադրել ձեզ համար վարկ, որովհետև արդեն իսկ դուք ծանրաբեռնված եք երաշխավոր լինելու կարգավորումներով։ Պետք է հիշենք, ժառանգություն ստանում են ամբողջ ծավալով։ Եվ հետևաբար, եթե անձը, ով դարձել է երաշխավոր, մահանում է, ապա իր ժառանգության ծավալի մեջ ավտոմատ ավելանում են նաև այն վարկային պարտավորությունները, որոնք նա ձեռք է բերել որպես երաշխավոր։ Հետևաբար պետք է հիշել, որ ցավոք սրտի ձեր ժառանգները ձեր թողած տան, մեքենայի եւ օրինակ ավտոտնակի հետ միասին կժառանգեն նաև այն բոլոր պարտքերը, որոնք դուք կուտակել եք լինելով լավ ընկեր, դառնալով ձեր լավ ընկերոջ օրինակ երաշխավորը։ Եվ պետք է հասկանալ, երաշխավոր լինել անվերջ չի տևում, երբ է այն դադարում։ Կարգավորումները տարբեր են, եթե դուք սուբսիդիար երաշխավոր եք եւ եթե դուք համապարտ երաշխավոր եք։ Սուբսիդիարի պարագայում, ինչպես արդեն նշեցի սկզբում, օրենքը հստակ սահմանում է, թե ինչ գումարի չափով, ինչ ժամկետով եք դուք դառնում։ Հետևաբար այս պարագայում, այսպես ասած, երբ սպառվում է լիմիտը, դուք դադարում եք որպես երաշխավոր գործելը։ Համապարտության պարագայում այստեղ տեղի է ունենում լրիվ այլ կարգավորումը եւ դադարում է ձեր պարտավորությունները միայն այն պարագայում, երբ ամբողջությամբ մարվում կամ այն փոխանցվում է այլ անձի առանց երաշխավորի հետ հստակ համաձայնեցմամբ։ Եվ այսպես, փորձենք ամփոփել ամբողջ նյութը մի քանի բառերով։ Ով է երաշխավորը։ Մարդ, ով գրեթե միշտ կամ հաճախ մեր պրակտիկայում դառնում է գրեթե հավասար վարկի համար պատասխանատու։ Մարդ, ով պետք է վճարի այն իրավիճակներում, երբ վարկ վերցրած անձը այլևս չի կարողանում այն վճարել, կամ լքում է երկիրը օրինակ։ Դրա համար երաշխավոր դառնալը միայն պարզապես ստորագրել չէ, կամ բարի ու հասնող ընկեր լինելու մասին չէ։ Այն ձեր հստակ ֆինանսական պատասխանատվության ավելացումն է։ Հետևաբար, միշտ մտածեք, ծանրակշիռ, փաստարկված, արդյոք հարկավոր է դառնալ երաշխավոր։ Ոչ մի խնդիր չկա, եթե նման իրավիճակներում դուք խորհրդակցեք իրավաբանի հետ հասկանալու համար, օրինակ, դուք ինչ տիպի երաշխավորության տակ եք ստորագրում։ Եվ բնականաբար, մի ստորագրեք որևէ փաստաթղթի տակ, որը ձեզ համար հասկանալի չէ, հասանելի չէ, եւ դուք չեք գիտակցում այդ փաստաթղթով նախատեսված բոլոր պարտավորությունները ձեզ համար։ Հուսամ տեսանյութը օգտակար էր ձեզ եւ կօգնի, որպեսզի խուսափեք հետագա բազմաթիվ իրավական խնդիրներից։ Իսկ այժմ բաժանորդագրվեք ալիքին եւ ստացեք ծանուցումներ սեղմելով զանգակ կոճակը։ Ինչպես նաև թողեք ձեր հարցերը, որոնց կցանկանաք անդրադառնամ հետագա էպիզոդներում։ Լավ օր եմ մաղթում, հաջողություն։